Պարոն Վարդանյան, ինչ իրավիճակ է, այստեղ եք երեկվանից ստորագրահավաք եք սկսել, գալիս են մարդիկ, կա այդ ակտիվությունը։ Այո, մարդիկ գալիս են իրանց ձայնի հետևից, մարդիկ տեր են կանում իրանց ձայներին, մնում է ընդդիմությունը այդ ձայները պահի մարդկանց։ Մենք սովոր ենք, ամեն 5 տարի ասում ենք, հեսա մենք մտնում ենք ազգային ժողով, նայեք ինչ փոփոխություններ առնում, քանի որ այս 26 թվականի ընտրություններին բոլոր ուժերը գնում էին իշխանափոխության, ոչ թե ընդդիմություն աշխատելու Նիկոլի մոտ, դրա համար սպասում ենք երկրորդ, երրորդ ուժ գրաված տեղերին, իրանց քայլին, իրանց պահվածքին, ժողովրդին երիքա խափեն, երիքա ժողովրդի ձայները հոշիացնեն, երիքա ժողովրդին ձևականորեն խաղան իշխանություն կամ ընդդիմություն։ Պարոն Վարդանյան, իսկ քանիսն են ստորագրել։ Արդեն իսկ 3 մենք կեսօրից հետո ենք այստեղ, 360 ստորագրություն ունենք արդեն իսկ եւ ժողովուրդը գալիս է։ Դե մենք որ լրատվական միջոցների կողմից անտեսված ենք, դրա համար մեր ակցիան դանդաղ է իրականանում, որովհետեւ իշխանավորների կամ ընդդիմադիրների ձեռն է լրատվամիջոցները, նրանց ձեռ չի տալի ակցիաները լուսաբանել։ Եկեք մեր գործընկերների մասին չխոսենք։ Ես չեմ վատաբանում իրանց։ Իսկ ձեր կարծիքով կլինեն ուժեր, որ օրինակ, եթե որոշում կայացվի մանդատները վայր են դնում, իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն եւ նրանց փոխարեն մանդատներ կվերցնեն այլ ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին, որտեղ այս սցենարներն է քննարկում, չնայած այս պահին օրենքը այդպիսի հնարավորություն չի տալիս։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ իր իշխանությունը պահի։ Այդ դրանում հաստատ համոզված եմ, այո, կլինեն, քիչ են լինի Արման Բաբաջանյան, ով էր քրիստոնյա ժողովրդավարական դրա ազգանունը չեմ էլ հիշում, Արման Բաբաջանյանի թայը, հետո Արամ Զավենի Սարգսյան, կլինեն նմանատիպ ուժեր կլինեն, որոնք որ կգնան կվերցնեն, բայց իմ իմանալով դա սահմանադրական իրավունքի խախտում է։